Օսկար, $160 միլիոն կարողություն, կինոլեգենդների հետ բարեկամություն։ Երբ դերասան Էնթոնի Հոփքինսը հայտարարեց, որ ինքնակենսագրություն է գրում, սպասվում էր, որ դա կլիներ նրա նվաճումների շարադրանքը, սակայն իրականությունն այլ գույն ուներ։ Ալկոհոլիզմի դեմ նրա բաց պայքարը դերասանին հերոս դարձրեց ալկոհոլիզմի դեմ պայքարող խմբերի համար։ Հոփքինսի նոր ինքնակենսագրությունն ամեն ինչ է, բացի հաջողության պատմությունից։ Դա 87-ամյա տղամարդու մռայլ պատմություն է, որը տառապում է ինքնաատելությունից և իրեն համեմատում է իր ամենահայտնի և հոգեկան անկայուն կերպարներից մեկի՝ սերիական մարդասպան Հանիբալ Լեկտերի հետ։ Բնազդաբար գիտեի, թե ինչպես խաղալ Հանիբալին, գրում է նա իր կերպարի մասին Գառների լռությունը ֆիլմում։ Իմ մեջ դև կա, մեզանից յուրաքանչյուրի մեջ դև կա։ Ես գիտեմ, թե ինչն է վախեցնում մարդկանց։ Գիրքը, որը նվիրված է նրա երրորդ կնոջը Ստելային, որին նա հանդիպել է, երբ ալկոհոլը կործանել էր իր առաջին երկու ամուսնությունները, սկսում է նրա մանկությունից Ուելսի արդյունաբերական Փորթ Թալբոթ քաղաքում։ Հոփքինսը ծեծի է ենթարկվել տարրական դպրոցում իր վատ գնահատականների համար։ Մի ուսուցիչ նրան տվել է Դենիս հիմար մականունը, մյուսը անշնորհք։ Հարևանները նրան մականուն են տվել Փղի գլուխ։ Իմ գլուխը մեծ էր և անհամաչափ էր թվում իմ փոքրիկ մարմնին։ Ծնողներս կարծում էին, որ հիդրոկեֆալիա ունեմ, գրում է դերասանը։ Չնայած բժիշկը ծնողներին վստահեցրել էր, որ նա նորմալ է, Հոփքինսն իրեն զգում էր վտարվածի պես, խուսափում էր իր սեփական ծննդյան օրերից և մխիթարություն էր գտնում պասիվ անտարբերության մեջ։ Սիրում էի այս նորահայտ ուժը, ցավը ցույց չտալը, այն թաքցնելը, գորգի տակ պահելը, առաջ շարժվելը։ Դա մեծահասակներին խելագարեցնում էր և դա ինձ հարմար էր։ 17 տարեկանում հայրը նրան ասել է. «Դու անօգուտ ես, դու երբեք ոչ մի տեղ չես հասնի»։ Հոփքինսը երդվել է գոյատևել, ռիսկի դիմելով և չկապվելով մարդկանց հետ։ Ալկոհոլը ընտանեկան ավանդույթ էր։ Նրա հորեղբայր Ջիմը մահացել էր հոգեբուժարանում, մահուչափ խմելով։ 19 տարեկանում, երբ նա ստացել էր իր առաջին աշխատանքը որպես բեմադրիչ, վիսկին դարձել էր նրա սիրած ուտելիքը։ Նա հավատում էր, որ ալկոհոլը խթանում է ստեղծագործականությունը։ 1967 թվականին Հոփքինսն ամուսնանում է Պետրոնելա Բարքերի հետ։ Ամուսնությունն արագորեն քանդվում է ալկոհոլի և Հոփքինսի դեպրեսիայի պատճառով։ Նրա կինը չէր համակերպվում Հոփքինսի ծնողների հետ և լքեց տունը, երբ նրանք այցելեցին իրենց նորածին դստերը՝ Աբիգեյլին։ Ես անտանելի էի, դրանում կասկած չունեմ, խոստովանում է դերասանը։ Մենք հաճախ էինք վիճում, և Շոտլանդիայում աշխատելուց մի օր ես հոգնած տուն վերադարձա, և Պետրոնելան սկսեց ծաղրել ինձ։ Այդ պահին ես այնպիսի զզվանք զգացի, որ վախենում էի ինձ համար և նրա համար։ Հոփքինսը հավաքել է իրերը, հրաժեշտ տվել իր 14-ամսական դստերը և հեռացել։ Մի քանի տարի շարունակ կնոջ և դստեր հետ շփումը նվազագույն էր, և սա դարձել էր նրա կյանքի ամենատխուր դրվագը, որի համար նա անկեղծորեն զղջում է։ Հոփքինսն իր երկրորդ կնոջ հետ ամուսնացել է 1973 թվականին պրոդյուսերի օգնական Ջենիֆեր Լինտոնի հետ։ 2 տարի անց նա Բրոդվեյում հերթական ֆիլմի նկարահանումների ժամանակ հոսպիտալացվել է ոտքի մեջ արյան մակարդուկով։ Ամուսնությունը տևել է մինչև 2002 թվականը, բայց Հոփքինսը սկսել է դավաճանել և ավելի ու ավելի է ընկել ալկոհոլային կախվածության մեջ։ Մի գիշեր ոչ սթափ նա նստել է ղեկին և Արիզոնայից մեքենա վարել Բևերլի Հիլզ։ Ես հասկացա, թե ինչ էի արել, երբ գնացի իմ գործակալի մոտ և ասացի. «Ինչ-որ մեկը գողացել է իմ մեքենան», գրում է դերասանը։ Ոչ ոք այն չի գողացել։ Մենք քեզ գտանք ճանապարհին։ Դու հիմա բանտում կլինեիր, եթե մենք չլինեինք։ Ես կարող էի սպանել մեկին, իմ ամբողջ ընտանիքին։ Ծառի տակ նա լսել է մի ձայն, որը հարցնում էր. «Ուզում ես ապրել, թե մեռնել»։ Նա պատասխանել է. «Ուզում եմ ապրել»։ Ձայնը, որը Հոփքինսը վերագրում է Աստծո ներկայությանը, ասել է. «Ամեն ինչ ավարտվեց։ Դու կարող ես սկսել ապրել»։ Այդ պահից սկսած դերասանը ընդմիշտ հրաժարվել է ալկոհոլից։ 1975 թվականի դեկտեմբերի 29-ին։ Նա երբեք չի կարողացել հաշտվել իր դստեր Աբիգեյլի հետ, բայց երկարատև բաժանումից հետո համոզել է ծնողներին այցելել իրեն Հոլիվուդ։ Այնտեղ նա հանդիպել է Ջոն Ուեյնին, ով ջերմորեն սեղմել է Հոփքինսի և նրա հոր ձեռքը, արցունքներ լցնելով ծնողների աչքերին։ Նրանք կարծում էին, որ ես ոչնչի չեմ հասնի, բայց ես ապացուցեցի, որ նրանք սխալվում են, գրում է դերասանը։